գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանն է։ Պարոն Պողոսյան, ավելի մանրամասն կներկայացնեք, թե ինչ գործողություններ են այստեղ վաղ առավոտից իրականացվել։ Բարև ձեզ։ Իհարկե կներկայացնեմ, ուրեմն 7-ից 8 ընկած հատվածներում այսպես լայնածավալ գրոհել են կարծես գործարանի վրա, փորձելով վախի մթնոլորտ, փորձելով, չգիտեմ, ահաբեկել աշխատողներին, ի վերջո սեփական տարածք է ներխուժում, անվտանգության աշխատակիցները, ովքեր փորձել են պարզել, թե ինչ նպատակով վախցրել են ֆիզիկական ուժ գործադրել, եթե խոչընդոտեք ձեզ կձերբակալենք, չգիտեմ, այսպիսի մեկնաբանություններով, այսպիսի վախի մթնոլորտ ստեղծելով, տվյալ ժամին նաև ինքը հերթափոխային, այսպես ասած, ժամ ա եղել, հերթափոխի փոխարինման ժամ ա եղել, այն աշխատողները, ովքեր հերթափոխը հանձնելուց են եղել, իրանց բոլորին տարածքից դուրս են հանել գործարանի, այն աշխատողները, ովքեր պետք է գային հերթափոխ ընդունեն, որպեսզի ապահովեն գործարանի աշխատանքը, չեն թողել ներս մտնել, այսպես խոչընդոտելով, փորձելով երևի պարալիզացնել գործարանի ամբողջ աշխատանքը։ Իսկ ինչ են ձեզ ասել, ինչ գործի շրջանակում է, առհասարակ արդյոք թույլատվություն են ունեցել մտնելու այս տարածք։ Ներկայացրել են դատանի որոշում, որ ունեն խուզարկության, այսպես ասած, իր որոշում, խնդրել եմ իրենց ղեկավարին, ներկայացրել են, խնդրել եմ իրենց ղեկավարին, ասել եմ, քանի որ ես ինքս փաստաբան չեմ, մի փոքր սպասենք, փաստաբանը մոտենա, կներկայացնի, որպեսզի հասկանանք ձեր գործողությունները ինչքանով են ձեր որոշման կամ ձեր, այսպես ասած, հանձնարարականի մեջ մտնում կամ ինչքանով չեն մտնում, հասկանանք իրանք բացարձակ, այո, դեմ էին, հրաժարվել են, մենք կանենք մեր գործողությունները, եթե ասելու բան կունենաք, հետո դուք կասեք, չգիտեմ, կբողոքեք, այսպես իրենց գործողությունների ընթացքում, ինչպես արդեն փաստաբանները մեկնաբանեցին, խուզարկության այսպես կոչված իրավունք չունեին, նման դատանի որոշում չկար, իրանք էլ ապօրինի ձևով մտել են ընկերության վարչական տարածք, կապարակնքել են բոլոր աշխատասենյակները, ընդհանուր մինչև վարչական շենքի գլխավոր մուտքը։ Իսկ ինչ էին փնտրում առհասարակ։ Ինչ են տարել։ Չէ, տարել ոչինչ չեն տարել, ասին ընդամենը խուզարկություն են անում, բայց իրանց այսպես ասած խուզարկության տակ ընդամենը կապարակնքել են, փորձելով պարալիզացնել ամբողջ աշխատանքը։ Պարոն Պողոսյան, այսինքն ես ճիշտ հասկացա, հիմա աշխատանքը գործարանի ամբողջությամբ դադարեցված է, քանի որ մենք նաև զրուցեցինք աշխատակիցների հետ, Արարատ ցեմենտի, ասում էին, որ մենք հիմա գնում ենք տուն եւ չգիտենք թե երբ ենք վերադառնալու։ Այո, քանի որ արդեն ասեցի, որ առավոտ հերթափոխը որ հանձնել է, ի սկզբանե մարդիկ գնացել են տուն, նոր հերթափոխը որ պիտի գար չեն թողել, իսկ գործարանի աշխատանքը ապահովել է պետք, ընթացքը ապահովել է պետք, սա ասենք ինքնահոս չի կարող էլի ապահովել։ Նույնիսկ իրենց որ ասում ես չի կարող այդպիսի, ասենք, պետք է ապահովել գործարանի աշխատանքը, դուք չեք պատկերացնում, դա ինչ հետևանքներ կարող ունենա, թե սարքավորումների մասով, որոնք կարող են վնասվել, որոնք այսօր ցավոք սրտի այլևս չեն արտադրվում, ժամանակին արտադրվել են ԽՍՀՄ-ի տարածքում գործարաններ, այսօր այդ գործարաններ չկան, նույնիսկ որ փոխարինող ինչ որ բան կարողանանք չեք գտնել, տեղադրել կամ ապահովել ընթացքը։ Նույնիսկ ասում ենք, որ գործարանի կանգառը կարա նույնպես էկոլոգիապես, ասենք, վնաս հասցի հանրապետությանը, թողեք ապահովենք, իրանք բացարձակ իրանց դիրքորոշման մեջ ոչ մի բան փորձում են ամեն ձև խանգարել, խոչընդոտել։ Այսինքն կարելի է ասել, որ իրենց գլխավոր նպատակը գործարանի աշխատանքը այսպես պարալիզացնելն էր, այդպիսի եզրահանգման եք դուք եկել։ Եթե առաջին եզրահանգում, ապա այո, նպատակը եթե առաջինը հենց դա է, փորձել, որովհետև ինչպես տեսակ նաև, ասենք, գնորդները, հա, ովքեր գալիս են, հանրապետության հիմնական մատակարարը մենք ենք ցեմենտի գործաններ, ճիշտ է, կան այլ ցեմենտ վաճառողներ, մենք որպես մատակարար գնորդները ովքեր եկել են նույնպես զրկված են եղել հնարավորությունից ցեմենտ գնելու, այսինքն ամբողջությամբ դադարել է գործընթացը։ Եթե դուք տեղյակ եք հավանաբար, որ առավոտից խուզարկություններ են նաև Multi Group կոնցեռնի մի շարք ընկերություններում, նաև այդ ընկերությունների տնօրենների տներ են մտել իրավապահներ, արդյոք ձեր տանը նույնպես խուզարկություն եղել է։ Իհարկե, նույնպես խուզարկություն, նույնպես էլի վախի մթնոլորտով, նույնպես էլի, չգիտեմ, ահաբեկելով, նույնպես էլի եղել է, այո։ Արգրավել են, չգիտեմ, փաստաթղթեր, ինչ-որ կրիչներ, մտածելով, թե ինչ-որ տեղեկություններ կարող է լինի։ Իսկ հանգուցալուծումը ընդհանուր առմամբ ինչ եք պատկերացնում, ձեր աշխատակիցներին կամ ինչ եք ասում։
Այս պահին փորձում ենք հասկանալ հետագա գործողությունների ի վերջո, ասենք, կապարակնքելով, խոչընդոտելով գործանի աշխատանքը, պետք է նաև հասկանանք իրավական դրա հիմքերը, ինչքանով է դա ճիշտ, ինչքանով ունեն դրա իրավունքը, որ արդյոք մենք հետագա ընթացքը կարող ենք ապահովել, այդ մասով երևի փաստաբանները լրացուցիչ արդեն հետագա ընթացքը կասեն, կուղղորդեն մեզ, բայց այս պահին ցավոք սրտի ամբողջությամբ պարալիզացված եւ գործանը կանգնած է։ Այսինքն վարչական շենքի բոլոր դռները կապարակնքված են այս պահին։ Ընդհուպ միջև գլխավոր մուտքը, այո, բոլոր դռները առանձնապես եւ գլխավոր մուտքը, նույնիսկ բարեկային ծառայություն են կանչել, բարեկային ծառայություն կողմից բերել են էլի ժապավենով, այսպես ասած, կապարակնքել են, որ մոտիկ չգնանք։ Հասարակ հիմա դուք դրսում հետևում եք, սպասում եք, հա, ինչ կլինի։ Ու այս պահին այո, տեսնենք հետագա ընթացքը ոնց կլինի։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, Մարիամ։